Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ազգային ժողովում ներկայացրեց պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագիրը 2 դրվագով։ Դրանցից մեկն առնչվում է մանր եղջերավոր կենդանիների արտահանման, երկրորդը Երևանի Աջափնյակ թաղամասի Հենրի Մորգենթաուի անվան դպրոցի քանդման եւ նորը կառուցելու գործերով կաշառք ստանալուն կամ համաձայնություն տալուն։ Ամեն ինչ սկսվել է 2023 թվականի օգոստոսին, երբ ծանոթներից մեկը Սլավիկ Պողոսյանը դիմել է Աղազարյանին իր մեկ այլ ծանոթի աներոջ Աշոտիկ Պողոսյանի մեծաքանակ ոչխարներին առանց կարանտինացնելու Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը գումարի դիմաց կազմակերպելու համար։ Նրա հետ հանդիպելու նպատակով պատգամավորը մեկնել է Սևան։ Աղազարյանի հետ առանձնազրույցի ընթացքում Սլավիկ Պողոսյանը Աշոտիկ Կամովոսյանի անունից առաջարկել է 200-ից 300 հազար դոլար, 150-ից 200 հազար գլուխ գյուղատնտեսական կենդանիների արտահանման գործընթացը կազմակերպելու համար։ Իր հերթին Աղազարյանը պատրաստակամություն է հայտնել մտածել առաջարկի շուրջ եւ գործընթացն իրագործելու նպատակով պաշտոնատար անձանց հետ ձեռք բերել պայմանավորվածություններ։ Դրան հաջորդել է հանդիպում ազգային ժողովի մոտ 20,000 դոլարի առաջարկություն նախապես պայմանավորված 100,000 դոլարի փոխարեն Հովիկ Աղազարյանի վրդովմունքն ու հրաժարվելը գումարից, քանի որ այն պակաս է եղել պայմանավորված չափից։ Պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը լինելով ազգային ժողովի պատգամավոր, օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն, որպեսզի օգտագործի այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը։ Հաջորդ դրվագով Էկոսիթի ընկերության հիմնադիր նախագահ Արամ Մկրտչյանն է պատգամավորին խնդրել միջոցներ ձեռնարկել թիվ 136 վթարային դպրոցը քանդելու, տեղում նորը կառուցելու եւ հարևանությամբ անհատույց հող ստանալու հարցով։ Ըստ միջնորդագրի Աղազարյանը 2021 թվականին մաս-մաս ստացել է 23,000 դոլար եւ 300,000 դրամ։ Աղազարյանին չի հաջողվել ստանալ թույլտվություն, բայց նաեւ չի վերադարձրել գումարը։ Հիմնվելով նշված դրվագների վրա դատախազը հայտնեց առկա են փաստեր ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Միջնորդում եմ տալ համաձայնություն ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ 2 դրվագով քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նշեմ նաև, որ մյուս անձանց վերաբերյալ քրեական վարույթի մասը անջատվել է արդեն եւ ազգային ժողովի նիստից հետո վարույթն ամբողջությամբ կուղարկվի դատարան։ Եթե Հովիկ Աղազարյանը դուրս չգար քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, արդյոք գլխավոր դատախազն այս հարցով կգար ազգային ժողով։ Պատգամավորների հարցին Վարդապետյանի պատասխանը միանշանակ էր։ Այո, հակառակ դեպքում կստացվեր, որ կիսատ է քննություն կատարվել։ Հովիկ Աղազարյանը օգտվելով հարցի իրավունքից գործի դրվագներին վերաբերող մանրամասներով հետաքրքրվեց։ Արդյոք չի խախտվում իմ պաշտպանվելու իրավունքը, սահմանադրական իրավունքը, եթե դուք գործը մի մասը վերցնում եք եւ ուղարկում եք դատարան, եւ այն մարդը, որ հիվանդ մարդ է, կարող է պատահի, չգիտեմ ինչ մեղքեր իր վրա վերցնի, մենակ թե շուտ բրձես ամեն տանջանքից եւ դատարանի որոշումը լինի, որ ինքնին կաշառք առաջարկել, բայց այն պաշտպանվելու իրավունքը որտեղ մնաց, տեկին դատախազ։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված ճնշումներին, ապա Աշոտիկ Կամովոսյանի կողմից որևէ նման փաստ չի բարձրաձայնվել։ Դուք դրա մասին չգիտեմ ինչի հիման վրա եք ենթադրություններ անում, մնացածը արձանագրված է ձեր առջև դրված միջնորդագրի մեջ։ Եվ Արամ Մկրտչյանի տեսագրությունները, եւ այն հանգամանքը, որտեղ եւ երբ են սպասարկվել ձեր ու Սլավիկ Պողոսյանի հեռախոսահամարները։ Այդ մարդը զապիս արել իր խոսքը եւ ուղարկել է։ Այնտեղ որը մեր իմ ու իր խոսակցությունների մեջ որևէ 23,000 դոլար շոշափվել է։ Դուք ոչ մի անգամ չեք հերքում գումարի ստացման փաստը, պարոն Աղազարյան, խնդրում եմ կարդացեք ձեր ցուցմունքները։ Աղազարյանի վերաբերյալ 2 դրվագներն էլ բացահայտվել են այլ քրեական վարույթների շրջանակում, իսկ միջնորդագրում ներկայացված հեռախոսային խոսակցությունները վերցված են ոչ թե Աղազարյանի, այլ մյուս անձանց հեռախոսների զննության արդյունքում, պարզաբանեց Վարդապետյանը, ներկայացրեց վերբալ եւ այլ ապացույցների ձեռքբերման ընթացքը։ Այդ դրվագում նույնպես կան բավարար ապացույցներ, որ եկել է ասել է վերցրեք այս 20,000 դոլարը, պարոն Աղազարյանը ասել է չէ, մենք այսքան չենք պայմանավորվել, դրա համար չի վերցրել։ Մենք ունենք այստեղ ինչպես վերբալ ապացույցներ, ցուցմունք կողմի, որը տվյալ դեպքում պնդում է իր ցուցմունքը, այնպես էլ ունենք հանդիպման փաստը ֆիքսված հեռախոսների տեղակայումով, ունենք հանդիպման փաստը ֆիքսված Սևանում, ինչպես որ անձն է իր ցուցմունքում նշում, այսինքն վերբալ ապացույցների պատմողական մասը, որը որ կողմը ներկայացնում է, հաստատվում է նաև այլ անուղղակի ապացույցներով, որոնք վերաբերում են նրանց հանդիպումներին, այդ թվում ազգային ժողովի վարչական շենքի մոտ։ 23,000 դոլարի մասով արձանագրված է, որ վերցրել է։ Հիմա եթե պայմանական այս դեպքում էլ ինչ-ինչ պատճառներով գումարը փաստացի վերցված չլիներ, արդյոք դուք կգայիք նույն միջնորդությամբ ազգային ժողով, թե ոչ։ Առաջարկն ընդունելը եւս
քրեորեն հետապնդելի է, այսինքն հանցակազմը ինքը հատված հանցակազմ է։ Եթե իրավաբանորեն ասենք, այո կգայի ազգային ժողով, նույնիսկ եթե փաստացի էլի փոխանցում չլիներ։ Արդյոք նախաքննական գաղտնիքի խախտում չէր նրա հեռախոսի բովանդակության շրջանառությունը։ Արդյոք նորմալ է, երբ քաղաքացիական պայմանագիր վարչության անդամները ծանոթացել են անձնական նամակագրությանը, հարցեր ուղղեցին ընդդիմադիրները։ Միջնորդագրի հետ կապ չունեցող եւ միջնորդագրի շրջանակներում չներկայացված ապացույցին վերաբերյալ որևէ դիրքորոշում չեմ հայտնելու։ Հովիկ Աղազարյանն իր ելույթում պատմեց, սևանում էր ոչ թե հանդիպման, այլ հանգստանալու նպատակով։ Հանդիպումները չհերքեց, սակայն չհաստատեց մեղադրանքները։ Արամ Մկրտչյանից $8,000 է վերցրել բնակարանի վերանորոգման համար, հետագայում վերադարձնելու նպատակով։ Վերադարձրել է, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով երրորդ անձին։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք հիմա ասում եք, որ դուք կարիքը չունեք այդ անձեռնմխելիության եւ մեզ հորդորում եք, որ մենք այդ անձեռնմխելիությունից ձեզ զրկենք, որպեսզի դուք գնաք եւ առերեսվեք այդ քննության։ Ես որևէ մեկից չեմ եղանա, որ բացարձակապես որևէ իմ գործընկերներից մեկից չեմ եղանա, որ իրանք կողմ քվեարկեն, բայց ես շատ երջանիկ կլինեմ, եթե ամեն մեկը քվեարկի իրապես համոզմունքի համաձայն։ Որ դուք փոշմանել եք, որ այս տարիների ընթացքում 2012-ից թե ինչ կոնկրետ անձի եւ իր հետ ճանապարհ եք անցել, ձեր ներդրումն եք բերել։ Ես չեմ փոշմանել, որովհետև ես միշտ եւ իմ որևէ հարցազրույցում որևէ մեկը չի կարող գտնել այդպիսի երանգ, որ ես փոշմանած լինեմ։ Ես ասում եմ, որ մարդը ունի գործընթացների ընթացքում, սոցիալական, քաղաքական, չգիտեմ, ռազմական գործընթացների ընթացքում այս կամ այն իր բնավորության գծերը դրսևորվում են եւ զարգանում են։ Հիմա պարոն Փաշինյանը մեր երկիրը ղեկավարել է դժվարագույն ժամանակահատվածում, ընդունել է դժվարագույն որոշումներ։ Ես բոլոր իր ընդունած որոշումներին հետ օքեյ եմ, կներեք այդ բառի համար։ Ես գրեթե օքեյ եմ նաև խաղաղության պայմանագրի այս նախագծի հետ, ոչ թե թղթի հետ եմ օքեյ ընդորում, այլ ես օքեյ եմ այն բանի հետ, որ վարչապետին եւ արտաքին գործերի նախարարությանը եւ ընդհանրապես քաղաքացիական պայմանագրի թիմին իմ նաեւ համեստ մասնակցությամբ հաջողվեց, որ աշխարհին ապացուցենք, որ մենք խաղաղություն ենք ուզում եւ որևէ հիմար չի կարող մտածել, որ Հայաստանը կարող պատերազմ հայտարարի ադրբեջանական թուրքական տանդեմին։ Տեսնում ենք, որ մեր ընդդիմադիր գործիչները ստեղ եկել են ոչ թե ձեզ պաշտպանելու, այլ իրանք եկել են իրանց հասանելի քաղաքական դիվիդենդը քաղելու եւ տանելու համար։ Դուք այս քրեական գործի գոյությունը կապում եք այն բանի հետ, որ դուք հրաժարվել եք մանդատը վայր դնելու կուսակցության, կրկնում եմ, կուսակցության հորդորին, թե այնուամենայնիվ այս գործը, եթե նույնիսկ մենք դուք լստած լինեիք քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետ, միևնույն է շարունակություն ունենալու։ Եթե չհեռացվեի կուսակցությունից եւ այդ հետապնդումը չէր, այս շարունակությունը չէր։ Աղազարյանը հայտնեց նաև, որ քրգործի առաջին դրվագի եւ մանդատը վայր չդնելու որոշման միջև կապ չի տեսնում, իսկ երկրորդ դրվագը համարում է իր այդ որոշման հետևանք։ Հիշեցնեմ, Աղազարյանը քաղաքացիական պայմանագիր վարչության որոշմամբ կուսակցությունից հեռացվեց նախորդ տարվա դեկտեմբերին, պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների համար։ Նա հրաժարվեց վայր դնել մանդատը։ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցի քննարկումը խորհրդարանը չավարտեց։ Վարդուհի Արզումանյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։